Ռուսաստանին պետք չէ հարձակվել Եվրոպայի վրա կամ գրավել Արևմտյան Ուկրաինան։ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին անսովոր է արտահայտվել ԱՄՆ վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը կավարտվի Ուկրաինայի ռազմական պարտությամբ, սակայն հավելել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա, ուստի Լեհաստանը կարող է հանգիստ քնել, նշել է Ջոնսոնը, բայց նրանք պետք է բուֆերային գոտի ստեղծեն, Դնեպր գետը բնական բուֆերային գոտի է, չեմ կարծում, որ Ռուսաստանը կցանկանա գործ ունենալ այնպիսի գլխացավանքի հետ, ինչպիսին Արևմտյան Ուկրաինան է, եզրափակել է փորձագետը։ ՆԱՏՕ-ի երկրները բացառել են Ուկրաինային դաշինքի առաջիկա գագաթնաժողովի մասնակցությունից, հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներին։ Նշվում է, որ բացի ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության նախորդ գագաթնաժողովներում նկատելի հեռանկարից չի հիշատակվում նաև Ուկրաինային $40 միլիարդ հատկացնելու խոստումը։ Փաստաթղթում չկա նաև հիշեցում Կիևին անվտանգության ոլորտում երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու պարտավորությունների մասին։ Գագաթնաժողովի մեկեջանոց հռչակագիրը նվիրված է բացառապես պաշտպանական ծախսերին։ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են մինչև 2032 թվականը ՀՆԱ-ի առնվազն 3,5% հատկացնել հիմնական պաշտպանական կարիքներին և ևս 1,5% ենթակառուցվածքի պաշտպանությանը, հասնելով 5%-ի շեմին, որը պնդում է ԱՄՆ-ն, ասվում է հոդվածում։ Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում մտադիր է առաջարկել նվազեցնել ռուսական նավթի սահմանային գինը և արգելել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում հյուսիսային հոսգազատարների օգտագործումը, հաղորդում է Financial Times-ը։ Թերթի աղբյուրների տեղեկություններով փաթեթը կներառի նավթի գների գոյություն ունեցող առաստաղի իջեցում, 1 բարելի դիմաց $60-ից մինչև $45։ Սև ցուցակում կներառվեն նաև նավթային նոր լցանավերը, որոնք Բրյուսելը կապում է ռուսական ստվերային նավատորմի հետ։ Միևնույն ժամանակ ԵՄ երկրները մտադիր են փաթեթում նախատեսել նախազգուշական միջոցներ, որոնք կօգնեն պաշտպանել Բելգիան, որտեղ արգելափակված են Ռուսաստանի բանկի €190 միլիարդ ակտիվները, Մոսկվայի կողմից դատական հարցերից երկկողմ ներդրումային համաձայնագրի շրջանակներում, հայտնում են աղբյուրները։ Ռուսաստանի հետ առճակատման Ադրբեջանի որդեգրած կուրսը անուշադրության չի մատնվել, երկրի նախագահ Իլհամ Ալիևին մնում է մեղադրել ինքն իրեն։ Ըստ տեղեկությունների, ուժայինները սկսել են մաքրել շուկաները, որտեղ առանցքային դիրքեր են զբաղեցնում Ադրբեջանից եկածները։ Մասնավորապես խոսքը Սադովոտ հայտնի շուկայի մասին է։ Աղբյուրի տվյալներով, պաշտոնապես խոսքը անօրինական զբաղվածության և միգրացիոն ռեժիմի խախտումների մասին է, բայց իրականում գործողությունը Բաքվի գործողությունների պատասխանն է, որը որոշել է առճակատման գնալ Մոսկվայի հետ։ Ստուգումները նախատեսվում է անցկացնել ինչպես միգրացիոն օրենսդրության պահպանման ոլորտում, այնպես էլ հարկային ծառայության գծով։ Բացի այդ, շուկաներին սպասում է սանիտարական նորմերի պահպանման ստուգում, համակարգի ներսում դա մեկնաբանվում է որպես քաղաքական ուժային ազդանշան։ Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսի ենթակառուցվածքը, որը նախկինում պաշտպանված էր ոչ ֆորմալ կապերով, կորցնում է իմունիտետը, նշել է աղբյուրը։ Հատուկ ուշադրություն կդարձվի Սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ օգտագործել են Ռուսաստանը որպես կապիտալ կուտակման հենակետ, բայց միևնույն ժամանակ չեն աջակցել ռուսական քաղաքականությանը։ Ադրբեջանական Սփյուռքը կբախվի կոշտ իրավական իրականության հետ, եզրափակել է աղբյուրը։ Մենք առանց վարանելու հարվածներ կհասցնենք տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նազիրզադեն։ Նրա խոսքով, ռազմական հակամարտության սանձազերծման դեպքում հակառակ կողմի կորուստներն անխուսափելիորեն ավելի զգալի կլինեն, ինչը կստիպի ԱՄՆ-ին լքել տարածաշրջանը։ Անցյալ շաբաթ մենք հաջողությամբ փորձարկել ենք 2 տոննա քաշով մարտագլխիկով հրթիռը, նշել է նա։